Կան համեմատաբար հին ազգեր, համեմատաբար նոր ազգեր։ Մենք հայերս համեմատաբար հին ազգ ենք։ Սիրելի աշակերտներ, մենք ամենահինը չենք։ Մեզնից հինն էլ կա, մեզնից հարուստն էլ կա, բայց մենք հսկայական մշակութային շերտ կրող ազգ ենք։ Եվ եթե մենք ուզում ենք իրոք հասկանալ մեր մշակույթը, մենք պետք է մեր մշակույթին նայենք օտարի աչքով։ Սա շատ կարևոր հանգամանք է։ Օրինակ, դուք չեք կարող հասկանալ, լիովին հասկանալ, թե ով է Կոմիտասը, եթե երբեք չեք լսել Բելա Բարտոկի մասին։ Հասկանում եք։ Դուք երբեք չեք կարող իմանալ Եղիշե Չարենցի իրական մեծությունը, եթե պատկերացում չունեք Պուշկինի մասին։ Ոչ թե պետք է սկսել պատմություն սովորելուց, այլ պետք է սկսել մեր ազգի ստեղծած գեղագիտական արժեքները ընկալելուց, որից հետո դա պրոյեկտել պատմության վրա։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Օրինակ, պետք չի իմանալ հետևյալը։ Կոմիտասը հայ հայտնի կոմպոզիտոր է, հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրը, ծնվել է այսինչ թվականին, մահացել է այնինչ թվականին, թաղված է այսինչ տեղում։ Սա պետք չի ձեզ։ Առաջին բանը, որ ձեզ պետք է անել, լսել Կոմիտասի երաժշտությունը։ Օրերով, ամիսներով լսել այնքան, մինչև ձեր մեջ ներքին մղում կառաջանա հասկանալու, թե ով էր Կոմիտասը, որտեղից էր եկել։ Այդ ոնց ստացեց, որ ինքը հայերեն չգիտեր։ Այդ ինչ մի մղումով ինքը եկավ Էջմիածին, ոնց սովորեց հայերեն, ինչպես աշխատեց, ինչպես գնաց Գերմանիա, կյանքի վերջին տարիները ինչպես անցան, ինքը ինչ մարդ էր, կենսախինդ էր, տխուր էր, ով էր ինքը, ինչ ընտանիքում էր ապրում, ինչ կյանքով էր ապրում, հասկանում եք։ Կոմիտասի կյանքի մասին, Կոմիտաս երևույթի մասին հետաքրքրությունը ծագելու է միայն այն բանից հետո, երբ դուք լսեք Կոմիտասի երաժշտությունը։ Կամ ձեզ պետք չի իմանալ, որ Հովհաննես Թումանյանը ամենայն հայոց բանաստեղծ էր, ծնվել էր այսինչ թվականին, Լոռվա Դսեղ գյուղում, մահացել է այսինչ թվականին, ձեզ պետք չի ձեզ։ Փոխարենը դուք պիտի կարդաք Թումանյանի բանաստեղծությունները, Թումանյանի հանճարեղ քառյակները, Թումանյանի պոեմները։ Օրինակ, եթե դուք կարդաք Լոռեցի Սաքոն, դուք կապշեք, թե ոնց էր այդ իգիթ մարդը, որ ոչ մի բանից չէր վախենում եւ կամած վախը սկզբից բուն դրեց, հետո ինքը փորձեց պայքարել այդ վախի դեմ, հետո վախը իրեն հաղթեց եւ ամենավերջում այդ ոչ մի բանից ահ չունեցող մարդը ուղղակի խելագարվեց եւ փախավ իր տեսիլքներից, հասկանում եք։ Եվ ոնց է Թումանյանը այդ իր հերոսի հոգեբանությունը չափածո պոեմի մեջ այդքան սահուն նկարագրել։ Հետո դուք կկարդաք Անուշը, դուք կհասկանաք, որ հնարավոր է Լոռվա բարբառով համամարտկային, չգիտեմ, Շեքսպիրի մակարդակի գործ գրել։ Հետո մեկ էլ կհիշեք Ափսոս Անուշ Սարի ծաղիկ, ափսոս իգիթ քույարին, ափսոս բոյիդ թելիկ մելիք, ափսոս այդ ծով աչքերին, ու կհասկանաք, որ սա մի այնպիսի ռիթմ ունի, այնպիսի մի էներգիա կա այս բանաստեղծության մեջ, որ հմայել է ձեզ, սիրելի աշակերտներ։ Եվ նոր դրանից հետո դուք ներքին մղում կունենաք գնալ եւ ուսումնասիրել, թե Թումանյանը ով է, որտեղ է ծնվել, ինչ է արել, ինչպես է ապրել, ինչպես է մահացել։